Հարգելի պարոն Վահե Էնֆիաջյանին, նախապատրաստվի հարգելի փոխխոսնակ պարոն Միքայել Մելքումյանը։ Պարոն Էնֆիաջյան ջան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ ևս կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնության, որը ըստ էության արդեն իսկ մեր հասարակության կողմից հասցրել է իր դժգոհության ալիքը բարձրացնել օբյեկտիվ, խոսքս գնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի, որը որ հասարակության մեջ ավելի մեծ շրջանառության տեղ է գտել որպես հակածխախոտային ծխախոտի դեմ պայքարի միջոցի մի հատ նոր ալիք։ Ընդ որում անհետեցությունները, որպեսզի ավելի տպավորիչ լինեն, մի քանի օրինակ այնուամենայնիվ պետք է բերեմ։ Տվյալ օրենքի նախագծում սահմանված է տուգանքներ 50,000-ից մինչև 700,000 ՀՀ դրամի չափով։ Որպեսզի անտրամաբանությունը ավելի պատկերավոր լինի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածում սահմանված է դիտավորությամբ, ընդ որում, առողջությանը փոքր չափի վնաս հասցնելու դեպքում տվյալ քաղաքացուն տուգանում են 50,000 դրամից մինչև 150,000 դրամ։ Նույն քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ծեծի համար տուժ է նախատեսած 100,000 դրամի չափով։ 117-րդ հոդվածի հետ կապված գողության համար 100,000-ից 400,000 դրամի չափով։ Այս համաչափությունը եւ այս տրամաբանությունը որևիցե կերպ չի կարող համեմատվել։ Ընդ որում յուրաքանչյուր տուգանք պետք է տրամաբանություն ունենա ներկայիս իրականության քաղաքացիների աշխատավարձի հետ։ Քիչ առաջ իմ գործընկերը մատնանշեց նաեւ, որ մեջ են բերում եվրոպական երկրների օրինակները, այս պարագայում եւս եվրոպական տարբեր պետություններ առաջատար են համարում պայքարի առումով եւ այս առումով ընդհանրապես երկու օրինակ էլ կուզենամ բերել։ Նույն Իտալիայում եւ Գերմանիայում հարգելի գործընկերներ տուգանք է սահմանված 25-ից մինչև 250 եվրոյի չափով, Ֆրանսիայում 70-ից 170 եվրոյի չափով, Հունաստանում 50-ից 200 եվրոյի չափով։ Եթե պատկերացնենք նույն այդ պետություններում նվազագույն աշխատավարձը որքան գումար է կազմում։ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1500 եվրո, Ֆրանսիայում 1400 եվրո, Հունաստանում 700 եվրո։ Հայաստանի Հանրապետությունում գիտենք ինչպիսի սոցիալական վիճակ է եւ նվազագույն աշխատավարձը սահմանված է 55,000 դրամ։ Կառավարության ներկայացուցիչներին մնում է ասել այս օրենքի նախագիծը ինչ մտածելակերպով, ինչ բովանդակությամբ եք, ինչ տրամաբանությամբ եք առաջնորդվել, որ նման ձևակերպումներով նախագիծ եք ներկայացնում։ Երբ որ խորհրդարանում կքննարկվի ավելի երկար ժամանակահատվածում, շատ կոնկրետ մեր դիրքորոշումը տվյալ նախագծի հետ կապված առիթ կունենանք ներկայացնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Էնֆիաջյան։